Դատանը արձանագրում է, որ վերաքննիչ քրեական դատանի 4 հունիս 2026 թվականի որոշմամբ մեղադրյալ Բագրատ Սրբազանի ազգային դաստանյանի նկատմամբ իրարած խափան միջոց կալանքի մասով դատանը որոշում բեկանվել եւ վերջինիս նկատմամբ որպես խափան միջոց էր իրարվել կանային կալանքը եւ նշելով հասցել նաեւ նշելով հիմքերը, որոնք որ պահպանվել են, որի վերաբերյալ դատանը իր համաձայնությունն է հայտնում եւ գտնում է, որ խափան միջոց կալանքի ժամկետը տնային կալանքի ժամկետը անհրաժեշտ է երկարաձգել եւս 3 ամիս ժամկետով, պահպանելով համապատասխանները, որոնք որ վերաքննիչ քրեական դատանում են Եթե չեն ենթարկում դալիճից դուրս է կրավիրում բոլորին։ Բագրատ Սրբազան տնային կալանքի կրման վայր նշանակում է այն ինչ որ պաշտպանը նշեց, եթե ցանկանում եք դատանը հրապարակի, կհրապարակեմ, եթե ոչ բնականաբար գրավոր տեսքով նշված է կոտայքի մարզը, ասեն ամբողջական չեմ նշում, քանի որ գրավոր նշված է, շփումը նշեցի, որ այդ կրման վայրում 3 ամսվա ընթացքում դուք իրավունք ունեք շփել սույն վարույթով, այսինքն թիվ 2887 վարույթով 0125 մեղադրյալների հետ։ Նաև Միգուցե մի քիչ համբերությամբ զիվեք, հա։ Ձեզ նաև կթույլատրվի երամսյա տնային կալանքի կրման ընթացքում, ողջ ընթացքում յուրաքանչյուր կիրակի օրը իրավասու մարմնի աշխատակցի ուղեկցությամբ այցելել Էջմիածին պատարակներին։ Եվ որոշումը կարող է ողջունել վերաքննիչ քրեական պրոբացիայի ծառայության վրա է դրվելու բնականաբար այս հսկողությունը, որպեսզի հսկողությունը պրոբացիայի տնային կալանքի կրման վայրի ստորաբաժանման հսկողությունը իրականացնի եւ էլեկտրոնային միջոցների կիրառմամբ է այն իրականացվելու։ Խնդրեմ։ Մի փոքր բարձր էլի, արգել պաշտպան։ Լավ, եթե գաղտնյա ցանկանում եք դատական նիստերի դալիճում գտնվող անձանց դուրս հրավիրեն գաղտնիության պայմաններում, այսինքն դեռան փակության պայմաններում նշեք այդ մասին, եթե չէ, հստակ ուղղակի պետք է հետազոտությունը անցնեք, հա, Իզրայելյան կենտրոնում որքան ժամանակ բան կարվի դակտել։ Այսինքն որ ժամերին այդ մասին պետք է գրավոր ուրեմն իրազեկեք դատավեն։ Եթե այդպես է, ուրեմն հաջորդ դատական նիստին արգելի պաշտպան, մեկը յուրաքանչյուր 5 շաբթի օր դատական նիստ է տեղի ունենում։ Հաջորդ դատական նիստին ներկայացրեք, քննարկման առարկա դրաստում։ Եթե զուտ կարճաժամկետ է 1-2 ժամվա հետ կապված, խնդրեմ կարող ենք, իսկ եթե երկարաժամկետ է այդ մասով ուրեմն ներկայացնեք համապատասխան դուրս հաստատության կողմից տրված համապատասխան փաստաթուղթը։ Բարի։ Այս կիրակի օրվանից գնանք մասնակցել։ Խոսքը պատարակին է, չէ՞ վերաբերում։ Պրոբացիայի ծառայությանը կհանձնարարվի։